Երգչուհի Սոնա Ռուբենյանը համարվում է հայկական շոու բիզնեսի ամենասիրված դեմքերից մեկը։ Սոնա Ռուբենյանի կատարումները կարճ ժամանակահատվածում հիթային են դառնում։ Սոնա Ռուբենյանի ընտանիքը ևս բավականին սիրված է։ Փոքրիկ Մարիի մասնակցությամբ տեսանյութերն ակտիվորեն տարածվում են համացանցում, իսկ վերջերս էլ Սոնա Ռուբենյանն արտերկրից վերադարձավ և գնաց մանկապարտեզ, այնտեղ հանդիպեց իր դստերը երկարատև բաժանումից հետո։ Սոնա Ռուբենյանի հրապարակած կադրերից այնպիսի տպավորություն է, որ երգչուհու կազմվածքում կա փոփոխություն, ասես նա հղի լինի։ Արդյոք այս ամենը ճիշտ է, թե պարզապես հագուստն է այդ տպավորությունը թողել, դժվար է ասել։ Մեզ մնում է սպասել երգչուհու պատասխանին տվյալ հարցի վերաբերյալ։ Մրցանակաբաշխության ընթացքում երգչուհի Սոնա Ռուբենյանը կատարել է իր ուսուցչուհու երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի կատարումներից մեկը։ Այս պահին ողջ դահլիճը հուզվել է։ Սոնա Ռուբենյանին ծաղիկներով մոտեցել է Վարդուհի Վարդանյանի որդին Ռուբենը, ով իր ընտանիքի հետ նստած էր հյուրերի շարքերում։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ կադրերը ձեր ուշադրությանը։ Սոնա Ռուբենյան, Վարդուհի Վարդանյանի ամենասիրելի աշակերտուհիներից մեկը։ Այս տարի Վարդուհին կդառնար 50 տարեկան։ 20 տարի են դավես հետ չի, բայց նրա երգերը շարունակում են լինել մեր սրտերում, մեր մտքերում և մեր հույզերում։ Վարդուհի Վարդանյանի երգերը երգելիս միշտ զգում եմ իր ներկայությունը։ Շնորհակալ եմ շատ։ Դահլիճում ներկա է Ռուբենը, ով ոչ միայն Վարդու որդին է, այլ նաև արդեն Վարդու հայրիկը, և ես առաջարկում եմ ընտանիքի ներկայացան բոլորս հոտնկայս, պատմենք ու հիշենք մեր սիրելի ու մեծ երգչուհուն այս տպավորությունները դեպի վերև։ Այս տարի դուք պետք է նոմինացված լինեիք, ասեմ, որ ըստ իսել ես մինիմում մի 10 տարիա Հայաստանի Եվրատեսիլում ես պետք է ներկայացնեմ։ Ինչ է նշանակում Տաթև Ասատրյանին ֆոլք երգչուհի։ Տաթև Ասատրյանը պետք է լիներ տարվա երգչուհի։ Իսկ ով ասում, որ Տաթև Ասատրյանը փոփ երգչուհի չի։ Իսկ որն է փոփը։ Որտեղ է այդ սահմանը, ով է դնում այդ սահմանը։ Ոնց կարելի է Նանուլի տեսահոլովակին չտալ մրցանակ, այլ տալ իմ շատ սիրելի ռեժիսոր Արտուր Մանուկյանի նկարած ամենաշարքային տեսահոլովակներից մեկին Վարդավառին։ Դա ինչն է տարվա տեսահոլովակ։ Նայեք, Սոնա Ռուբենյանին ինձ այդ շատ ոչ մեկ թող չսիրի։ Արտուր Մանուկյանին ևս, բայց չտալ տեսահոլովակի, լավագույն տեսահոլովակի մրցանակը 3 ներկայացրածներից ասենք Նանուլի տեսահոլովակին այլ տալ սրան, դա մեղմ ասած անարդարան։ Կամ ակադեմիայի անդամները կոմպետենտ չեն։ Գիտեք, իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ լավ աղջկա սինդրոմով, սիրված աղջկա սիրված արվեստագետի սինդրոմով Սոնան ինչ անվանակարգում է ներկայանա, ակադեմիայի անդամները մեխանիկորեն քվեարկելու են իր օգտին, որտեղ բոլորը սիրում են Սոնային, բայց սա պրոֆեսիոնալ մոտեցում չի, հասկանում եք, սա պրոֆեսիոնալ մոտեցում չի, ես ինքը հիմա Սոնա Ռուբենյանի թեման շարունակեմ, ստացել է երգ, տարվա լավագույն երգ նոմինացիայում Սոնա Ռուբենյանի էլի երգերից մեկը, որի վերնագիրը ես չէի լսել, երգն չէի լսել, որտեղ չեմ քվեարկել, երբ որ քվեարկել լինեի, կամտնեի ամեն ինչ հերթով լսեի, նայեի, նոր գնահատականներ տալ, բայց քանի որ հրաժարվել էի քվեարկությանը մասնակցելուց, իսկ երգի անունը չէի լսել։
ստանում է տարվա 2։ Արամը դիլիտ չեն ստանում տարվա 2։ Լուրջ եք ասում 300-ից ավել ակադեմիայի անդամներ, ովքեր քվեարկել են եւ մասնակցել են լուրջ Արամեի եւ Դիլիթի երկը տարվա 3 չի, ասենք միկրովալնովկան միացնում էինք, այդ երկն էր հնչում ու մինչեւ այսօր հնչում է։ 3 հարսանիքին, այդ հարսանիքի մասնակցում այդ երկը Մեքսիկոյում հնչում էր, տարվա 3 չի, չգիտեմ։ Aram MP3-ն ուզում հասկանալ ինչ է արել 2025 թվականին, վաու, ինչ է արել երկարվեստում, որ դրան տալիս եք տարվա լավագույն երգիչ։ Քվեարկում եք, առաջադրում եք, հետո ակադեմիայի 300-ից ավել անդամներ քվեարկում եք։ Բացատրեք ինձ հասկանամ ինչ է արել, բացի շատ հաջող կերպով վիտամին ակումբի ներկայացումներին մասնակցությունից եւ հետ վերադարձից վիտամինի թիմ երկարվեստում ինչ է արել 2025 թվականին, որ դուք դրել եք եւ ակադեմիան էլ քվեարկել է, ինչի համար է քվեարկել։ Տարվա երկիչը պետք է լիներ Արամեն, ով այս տարի ֆանտաստիկ աշխատել է։ Ֆանտաստիկ։ Վերջին տեսահոլովակը, մենահամերգը, հետո գիտեք ինչ, երբ որ տալիս եք տարվա ալբոմ արժանի մեկին, բրունետին ու բրունետը դահալիճում չի, հետ է լավ չի։ Հա, ես առանձին վերցած մի անգամ արդեն ստորի արել եմ, որ հայկական շոու բիզնեսի դեմքերը այսքան համախմբված չեն եղել անգամ երբ եկեղեցին էր հալածվում ու կաթողիկոսի դեմ էին գնացել դիմակավորները, բայց դա երկու կողմանի մեդալ է եւ մեդալը 2.30 ունի։ Պետք է տարվի լուրջ աշխատանք, որպեսզի արտիստները լինեն։ Շատ վատ էր, որ բրունետը չկար եւ բրունետի նման երիկը մարդիկ չկային ու այդ պատճառով էր, որ պարզաջրած ու լողակած ու օսլայած էր մրցանակաբաշխությունը ու չի կարող լինել շոու բիզնեսյան մրցանակաբաշխություն առանց շոու բիզնեսի կարգառուն ներկայացուցիչների չի կարող, հասկանում եք, շոու բիզնեսի բիզնեսա չէ, շոու եւ բիզնես։ Արկադի Դուբիկյանը բիզնեսա ու շոույա, ու շոու բիզնեսա։ Արմենչիկը, Սարոն, Մարտին Մկրտչյանը, լիքը անուններ կարող եմ տալ։ Նրանք բոլորը ինչ-որ կերպ պետք է ընկերպված լինեն։ Տեղից էլ մեր շոու բիզնեսը ներկայացնում է մի երկիր, որը մի պատժեզդանի է։ Այսինքն բոլորը բոլորին ճանաչում են եւ շոու բիզնեսն այնց չի էլի, որ ամերիկյանական, գոնե ավստրիական։ Փոքր երկիր ենք, փոքր շոու բիզնեսով։ Նրբություններ կա, որ պետք է հաշվի առնվի, կարծում եմ։ Եվ վերջում ասեմ հետևյալը, մենք էլի ունեցանք ձևի և բովանդակության անհամատեղելիություն, ունեցանք ձև ֆանտաստիկ իրականացման մեջ, առանց բովանդակության, չկար բովանդակություն, որովհետև անկենթան էր, առանձին վերցած դրսևորումներում, մրցանակահանդողները փորձում էին ինչ-որ բան անել, գրկել իրար պարել, չգիտեմ, անկենթան էր ընդհանուր առմամբ։ Իսկ հայկական շոու բիզնեսը, քանի որ փոքրաթիվ է, ինքը պետք է լինի նախ եւ առաջ այստեղից եկող սխալներով, հա, մեր արածը մի քիչ փնթոշ է, այն առաջ որ անում էին ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, էլի ինչ որ փնթոշ էր, ինչ որ բաներ կար, կիքսեր լիքը, բայց անկեղծ էր։ Այս դրա մասին է խոսքը։